Հայաստանն արդեն երկար ժամանակ է ինչի զիջում աղքատության ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկրների շարքում առաջատարի իր դիրքը։ Գաղտնիք չէ, որ մեր երկրում նվազագույն նյութական ապահովվածությունը շատ ցածր է, եւ ինչպես վերլուծաբաններն են հավաստում, յուրաքանչյուր երկիր հարուստ է, եթե հարուստ է տվյալ երկրի քաղաքացին։ Իսկ մեր տնտեսությունում տեղի ունեցած եւ սպասվող փոփոխություններն առաջին հերթին զգալի կլինեն շարքային քաղաքացու կենսապայմաններում։ Առաջին դրանք կրողը դա հասարակության լայն խավերն են, որտեղ գնալով իշնում են կենսամագարդ առանց այդ էլ ցածր կենսամագարդը կսպառողական զամբյուղը այդպես ասած դերևս հագեցված չէր։ Հայ հասարակությունում աղքատության խնդրը նոր չի։ Եվ կարող ենք ակնկալել, որ տնտեսական ճգնաժամի խորացմանը զուգընթաց հայ հասարակությունում բևեռացումը հարուստների եւ աղքատների միջեւ կարող է ուժ գնանալ։ Եվ մենք կարող ենք ակնկալել նաեւ աղքատների թվականակի աճ։ Գազի ջրի վարձերի բարձրացումը, ասենք էլեկտրոէներգիայի վարձերի բարձրացումը բավականին անիխ բացաբար անդրադարձան զամբյուղի կառուցվածքի վրա բավականին բացասական ազդեցություն ունեցան։ Բնակչության բարեկեցության աստիճանի մասին կարելի է դատել ելնելով սպառողական բյուջեից։ Ինչպես հայտնի է, սպառողական զամբյուղի մեջ մտնում է բնակչության համար անհրաժեշտ ապրանքների եւ ծառայությունների ծախսերի գումարը, սակայն Հայաստանում հասարակության լայն շերտում այդ ծախսերը հազիվ նվազագույնի են հասնում։ Մեր երկրում նվազագույն աշխատավարձը ընդամենը 30,000 դրամ է, սակայն այս զամբյուղում տեղ գտած առաջնային անհրաժեշտության պարենային ապրանքների ընդհանուր արժեքը մեկ ամսվա կտրվածքով գերազանցում է 30,000 դրամը։ Սրան ավելանում է կենցաղ-սպասարկման ծառայությունների վարձավճարը։ Այստեղից էլ մաթեմատիկական պարզ հաշվարկները հանգեցնում են հետևյալին. Հայաստանում կյանքի արժեքը բավականին ցածր է։ Վիճակագիրները փաստում են, որ հանրապետությունում աղքատության ամենաբարձր ցուցանիշը արձանագրվում է մեր մարզում։ Ինչ վերաբերում է ծայրահեղ աղքատությանը, Շիրակի մարզը եւս առաջատարներից է։ 32.1%, որը հանրապետությունում ամենաբարձր ցուցանիշն է, իսկ ծայրահեղ աղքատների մակարդակը կազմել է 6%։ Աղքատություն եւ ծայրահեղ աղքատությունը դա վիճակագրական մեթոդաբանությամբ հաշվարկվում է 2007 թվականին ծայրահեղ աղքատ համարվում է այն մարդը, որը 15,753 դրամից ցածր ամսվա ընթացքում կենսաբավական ապրանքների սպառման ցուցանիշ է գրանցվել։ Մասնագետները համոզված են, որ Հայաստանում աղքատության ցուցանիշը եւս աճի տեմպեր կգրանցի, քանի որ մի շարք նախապայմաններ արդեն ստեղծված են դրա համար։ Միգրանտները հավանաբար հետ կվերադառնան Հայաստան, կամ մաս ընդհանրապես այս տարի չի մեկնի Հայաստանից։ Հետևաբար Հայաստանում առաջ է գալիս արդեն աշխատատեղերի խնդիրը, եւ դա արդեն լուրջ խնդրեմ է ստեղծում արդեն այն մարդկանց համար, ովքեր գործազուրկ են այժմ եւ փնտրում են աշխատատեղեր։ Բացի լրացվում էր շինարարության մարգագետով, թեկուզ եւ մասնավոր շինարարության, որտեղ զբաղված են մեր բնակչության զգալի մասը, բայց վերջին շրջանում ոնց որ այդ բնակարանը նույնպես նաեւ հետընթաց է նկատվում։ Բնակչության սոցիալական պաշտպանվածությունը ապահովելու համար մասնագետները կարծիք են հայտնում, որ պետությունը պետք է ուժեղացնի սոցիալական ուղղվածությամբ քաղաքականությունը օրենսդրական ակտերի միջոցով քաղաքացու սոցիալական պաշտպանվածության ուղղությամբ։ Դրա համար անհրաժեշտ է կայուն աջակցություն, սակայն մեր երկրի բյուջեն իրեն նման շռայլություն չի կարող թույլ տալ։ Լիզա Գասպարյան, Արտյոմ Ադամյան, Gala News։